Չնայած արդեն մեկ ամիս է անցել Սունդուկյան թատրոնի Պանո ստեղծարար կենտրոնում նկարիչ Ջիմ Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսի բացումից, բայց 16-ամյա նկարչի ցուցադրության ջերմ ստեղծագործ ու ոգեշնչ մթնոլորտը շատերն են հիշում։ Լիներ հեռու մի անկյուն խորագրով ցուցահանդես վաճառքը Ջիմի երկրորդ անհատականն էր, առաջինը գրեթե 1 տարի առաջ էր եւ բացվել է Իլիկում։ Ջիմը նկարում է շատ վաղ մանկական տարիքից եւ նկարչությունը նրա կենսակերպի անքակտելի բաղկացուցիչն է։ Ոգեշնչումը միշտ տարբեր է գալիս եւ նկարում է այն, ինչ սիրում է, ինչպես օրինակ ցուցադրված մեծ պայթյուն նկարը։ Քանի որ տիեզերքը շատ եմ սիրում, դա տիեզերական թեմայով ինչ որ նկարեմ։ Շատ եմ սիրում սև խոռոչներ, ինչ որ մտքից սպիտակ խոռոչ եկավ, իրագործությունը դեռ ապացուցված չի, բայց ինձ դուր եկավ իր ինչ որ կոնցեպտը, շատ ոգևորված էի, ես տենց արագ նկարում էի։ Մասնագիտական հմտություններն ու տարբեր տեխնիկաները Ջիմն ուսումնասիրել է տարբեր արվեստագետների հետ անհատական պարապմունքների ընթացքում։ Այժմ առավելապես ինքնուրույն է սովորում, քանի որ սպինալ մկանային ատրոֆիան, որ ախտորոշվել է Ջիմի մոտ, ոչ միայն սահմանափակել է նրա տեղաշարժվելու հնարավորությունը, այլև նրա կյանքը վերածել է ամենօրյա ինքնահաղթահարման բարդագույն ընթացքի, բայց Ջիմը հանձնվողներից չէ, շարունակում է ստեղծագործել եւ հետեւողականորեն առաջ է շարժվում։ Ինձ դուր է գալիս, որ ես ոգևորված ասում եմ Ջիմ արի սա նկարի կամ նա նկարի, բայց Ջիմը երբեք ինձ բանի տեղ չի դնում այդ առումով, ինքն է որոշում ինչ նկարի ու ինձ հիացնում է նաև իր հետևողականությունը աշխատանքի մեջ, ես շատ բան եմ սովորում իրենից։ Պանոյում ցուցադրված մոտ 5 տասնյակ աշխատանքները խտացնում են պատանի նկարչի մտածողության, ընկալման առանձնահատկությունները, կարծրատիպերից զերծ մնալու նրա ձգտումը եւ մեկնաբանությունների մեծ ազատությունը։ Այժմ Ջիմը բարդ ընտրության շրջանում է։ Նրան գրավում են ստեղծագործելու թե ավանդական, թե թվային եղանակները եւ թե անիմացիան։ Բոլոր դեպքերում մասնագիտական առաջընթացի, կրթության եւ աշխատանքի հեռանկարները լրջագույն մարտահրավերներ են Ջիմի համար, բայց նա երազել փոխարեն նախընտրում է քայլ առ քայլ գնալ դեպի ինքնակատարելագործում։ Բայց չէ որ չեմ երազում, ուղղակի ես ավելի շատ ոնց որ սիրում եմ ինչ որ նպատակ դնել ու այդ նպատակին հասնել, որովհետև երազանքը իմ համար ինչ որ անհասանելի բան է։ Ես սիրում եմ հենց ինչ որ նպատակ դնել, որին ես կարող հասնեմ։ Հետո այդ նպատակին հասնում եմ, ուրիշ նպատակ եմ դնում, գնում եմ այդ նպատակին հասնում։ Ջիմին անհրաժեշտ տեղամիջոցը չափազանց թանկ է, որի տարեկան չափաբաժինը 375,000 ամերիկյան դոլար արժե, բայց Անահիտն ու Ջիմը չեն նահանջում։ Բացի Պանոյի ցուցահանդես վաճառքից, պատանի նկարչի ստեղծագործությունները ցանկացողները կարող են ձեռք բերել հենց հեղինակից, միաժամանակ աջակցելով նրան եւ դառնալով ինքնօրինակ արվեստի գործի սեփականատեր։ Նոնե Ալեքսանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։